Սիրելի ժողովուրդ, շատ հետաքրքիր իրադարձության մասնակից ենք մենք։ Ընդամենը մի քանի ամիս է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Ընդամենը մի քանի օր է, որ ստեղծվել է պաշտոնապես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ նախընտրական դաշինքը։ Եվ հիմա մենք այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին, որովհետև այդ օրենքը ուրիշ ոչ մեկի չի վերաբերում։ Մինչ այժմ բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարել են ընտրությունների մասնակցելու մասին, բայց ոչ մեկի դաշինքի անվանման մեջ անուն ազգանուն չկա։ Այսինքն ակնհայտ է, որ այս օրենքը, որ հիմա քննարկում են, բացի Սամվել Կարապետյանից, ուրիշ ոչ մեկի չի վերաբերում։ Բացի մեր դաշինքից, ուրիշ ոչ մեկի չի վերաբերում։ Իսկ երբ են դա անում։ Ընդհանրապես, մարդիկ ունեն գիտակցություն։ Գիտակցությամբ գնահատում են վիճակը, գիտակցական որոշումներ են կայացնում։ Կենդանիները ունեն վնաստ։ Վնաստով հասկանում են մոտարապես ինչա կատարվում։ Երբեմն լինում է համադրություն։ Մարդիկ զգում են, որ մի քանի ամիս հետո մենք ունենալու ենք նոր վարչապետ, որի անունը լինելու է Սամվել Կարապետյան։ Այո! Եվ դա լինելու է ոչ միայն նոր անունով վարչապետ, այլ դա լինելու է նոր իրականության վարչապետ։ Այլևս մեր ժողովուրդը հոգնել է կեղծ խոստումներից, պատերազմներից, պարտություններից, կորուստներից, խաբեությունից, որ մինչև հիմա բերել է այս փոքրիկ խմբակը մեր լուսավոր ժողովրդին։ Մարդիկ այլևս չեն ուզում խաբեության զոհ դառնան, այլևս չեն ուզում ապրել թշնամու ճնշումների ներքո, ուզում են ապրել ուժեղ Հայաստանում։ Եվ այս թույլիկները վախենում են ժողովրդի ուժից եւ իշխանությունից։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանին կամ իր խմբակին չի պատկանում, որ նրանք որոշեն այդ իշխանության ճակատագիրը։ Իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին եւ ժողովուրդը արդեն իսկ կայացրել է իր որոշումը։ Մնում է միայն մեկ օր այդ որոշումը իրավական ձևակերպելու համար եւ այդ օրից են վախենում նրանք։ Այդ վախկոտների հիմա այդ դահլիճում այդ օրվա արդյունքներից են վախենում։ Նրանք միամիտ մարդիկ չեն։ Նրանք ըստ էության ամենատեղեկացված մարդիկն են։ Եթե մենք հիմա կանխազգում ենք մեր ժողովրդի այդ շփումներով, սոցիոլոգիական հարցումներով, որ այս գործընթացի առաջատարը Սամվել Կարապետյանի ղեկավարած դաշինքն է, ապա իրանք դա չեն զգում, գիտեն դրա մասին եւ դրա համար են պայքարում։ Մենք արդեն հաջողության կես ճանապարհին ենք, սիրելի ժողովուրդ։ Այսօրվա մեր այստեղ ինքնաբուխ մի քանի րոպեի ընթացքում հավաքվելը շատ խորհրդանշական է։ Առաջիկայում մենք ունենալու ենք նաեւ մեծ հանրահավաք։ No dictatorship! 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 Please join us to make Armenia democracy! Please join us! No dictatorship! No dictatorship! No dictatorship! No dictatorship! No dictatorship! Please join us and we explain you what is happening now in Armenia. You are meeting with dictators. No any democracy in this building at this moment. Please join us. Democracy now is here. You are killing
Ռուպորը բարձր էլի պահեք։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր հետո ապրիլի 11-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը հրավիրում է համազգային մեծ հանդրահավաքի։ Բոլորին կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր շնորհիվ մեր լրատվամիջոցների այս պահին հետևում են մեր այսօրվա ինքնաբուխ պլանավորված ակցիային, միանալ ապրիլի 11-ի մեծ համազգային հանդրահավաքին։ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտել մեր ժողովրդին, մասերի բաժանել, թշնամացնել իրար հետ։ Սամվել Կարապետյանը անում է ճիշտ հակառակը, նա համախմբում է մեր ժողովրդին, համախմբում ուժով, բարությամբ, հաջողություններով, հայրենասիրությամբ։ Մենք բոլորի միասնական սերը, համերաշխությունը հեվացելու է Ազատության հրապարակում, մեր ժողովրդի կարևոր իրադարձությունների այդ կենտրոնում, եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ մենք մոտ ենք հաղթանակի, եւ այդ հաղթանակի տերը լինելու է հայ ժողովուրդը, հաղթանակին մեզ առաջնորդելու է Սամվել Կարապետյանը։